Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ հերգինս ես, Սուրբ Եղիցի անուն քո, եկեսե արքայություն քո, Եղիցին գամ քո, որպես հերգինս եւ հերգրի, ըզհաց մեր հանաբազորդ, դուր մեզ այսօր, եւ թող մեզ զբարդիս մեր, որպես եւ մեկ թողունք մերոց բարդաբանած, Եվ մի դանիրս մեզի փորձություն, այլ փրկյազ մեզի չարեն, զիքոյ է արքայություն և զորություն և փառք հավիդյանս հավիդենից ամեն։ Իմաստություն հոր, Հիսուս, դուր ինձ իմաստություն, ըսպարիս խորհել և խոսել և կործել, առաջի քո համենայն ժամ, իչար խորհրդոց, իփանից եւ իքորձոց փրկիազիս եւ ողորմյա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս ամեն գահավադանք ամենասուրբ երրորդության հորը որդիին եւ սուրբ հոգիին գահավադանք Գաբրիելի ծերամբ ավեդումին Քրիստոսի ծնունդին մգրդության չարչարանքներուն խաչելության Երեքորյա թաղումին, հարության, աստվածաբես համբարնալուն և հոր աչագոմը նստելուն, և ահեղ ու պարավոր երկրորդ կալուստին, գնթունինք և գահավադանք ամեն։ Հրամեցեք։ Սիրելիներ, երբ որ փոքր էինք, ո՞յ մեկ բան որ գադարեինք, մաման գսեր, Աստված երկինքեն գնայի, և որ չարություն մնեինք, ամիջապես երկին գնայինք, որ Աստված մեզի գնայեր, և գիտեք մանկական երևակայությունը այնքան խորունգ էր, որ եթե չարությունը մեծ եղբայրս էր գադարողը, ես կսեի դես Աստուծո աչքը, իսկ եթե չարությունողը ես էի, եղբայրս կսեր դես Աստուծո աչքը մեզի գնայի։ Եվ սիրելիներ, մեծերը, որ այս խոսքը փոքրերուն գսեն ճշգրիտ կերպով, բայց երբ որ մեծա, դեսա, որ իսկապես Աստված գնայի մեզի, բայց դժբախտաբար մեծերը իրենք է որ սխալ գնեն, ու այն խոսքը որ փոքրերուն գսեն, իրենք չեն անդրադառնար, որ Աստված գնայի։ Աստված ամենուս գնայի։ Գա դեղմը որ գրնանք Աստուծո աչքեն բահվդիլ։ 139-րդ Սամոսի մեջ Սամոսակիրը գսե, ինձի համար գսե, Սկանչելի է այն, որ երկինք ելեմ թուն հոնես, չուրերուն, օվգյանոսներուն դագ երտամ թուն հոնես, արևելք երտամ, գամ արևմուտ թրջիմ, թարցյալ թուն հոնես, դերը ամենուրեք է սիրելներ, չգա դեղմը, որ Աստուծո աչքեն, ո է մարդ գրնած ածկվիլ, շատ բարի, քանի որ Աստուծո աչքը ամենադես է, ուրեմն սիրելներ Աստծո ցերկը նաև ամենահասող է, հասնող ցերկ է Աստուծո ցերկը, և Աստված իր զավակներուն պիտի հասնի, որքանալ սատանան չարը փորձե, ովևէ մեկ հարված հասնել կամ հալածել կամ նեղություն հասնել մեզի, Աստուծո ամենազոր և ամենահաս աչքը սիրելներ գհասնի։ Մենք այսօր սերտողության ընթացքին պիտի տեսնենք, թե ինչպես սատանան պիտի հալածե գինը, որու մասին արդեն հայտնություն ովանու կրկի մեջ խոսած ենք, որ թե Աստվածամոր խորհրդանիշն է և թե նաև Աստուծո ժողովուրդին, սակայն պիտի տեսնենք, թե ինչպես Աստված պիտի բահե զինք և անոր որդին, ծնած որդին երկինք պիտի հափշտակե։ Այսօրվա մեր հավաքական սաղմոսը, ընթերցանության համար ընտրած եմ, 30-րդ սաղմոսը, այս սաղմոսը ներփողմն է Տիրոջ մեր արարիչին, եւ այս սաղմոսի մեջ պիտի տեսնենք, թե ինչպես սիրելներ
Դերը գխափանե ազգերու խորհուրդները, չարին խորհուրդները Աստված գխափանե։ Եվ Աստված ցախողության կմատնե չարին ծրակիրները։ Եկեք միասին ընթերցենք, որբեսի սիրելներ ավելի լավ հասկանանք Աստուծո խոսքի իմաստը։ Սաղմոս 33, ներփող Տիրոջ մեր արարիչին։ Միասին։ Ով արդարներ, Տիրոջմով ծնծացեք, ուղիղ վարքով աբրողներուն գվայել է օրհնություն երգել։ Քնարով գոհություն հայտնեցեք Տիրոջ, դասնալար դավիղով ներփող երգեցեք անոր։ Նոր երգ երգեցեք Տիրոջ, քաղցրորեն, ցնցալից հնչեցուցեք ձեր նվագարանները, որովհետև Տիրոջ խոսքը անթարնալի է, անոր բոլոր գործերը վստահելի են։ Անիկա արդարությունն ու իրավունքը գսիրե, աշխարհը Տիրոջ սիրովը լեցուն է։ Տիրոջ խոսքով ստեղծվեցավ երկինքը, անոր շունչով ստեղծվեցան երկնային բոլոր մարմինները։ Բոլոր ծովերը գմեկտեղե ավազանի պես, օվկիանոսները չրամփարներու պես։ Ամբողջ աշխարհը թող Տիրոջմե վախնա, թող աշխարհի բնակիչները պատկարին անգե, որովհետև ան ըսավ եւ աշխարհը կոյացավ, հրամայեց եւ անիկա հաստատվեցավ։ Դերը գխափանե ազգերուն խորհուրդները, ցախողության գմատնե ժողովուրդներուն ծրակիրները, մինչդեռ Տիրոջ խորհուրդը բոլոր ժամանակներուն համար է, անոր ծրակիրները բոլոր սերունդներուն համար։ Երանի այն ազգին, որուն Աստվածը Դերը ինքն է, այն ժողովուրդին, որ Տիրոջ գոմե գնդրվի, որպես իր սեփական ժողովուրդը։ Դերը երկինքեն գնայի եւ գտեսնե համայն մարդկությունը, իր բնակության վայրեն գտիդե աշխարհի բոլոր բնակիչները, ինք որ անոնց բոլորին բանականություն դվողն է, գահասկնա անոնց ամեն մեկ արարքը, թագավորը իր զորքին մեծությամբ չէ որ գբրգվի, բادرազմիկը իր ուժին մեծությամբ չէ որ գազադի, մարդուս կյանքը բրգելու համար ծիուն աբավինիլը ինքնախապեյություն է, ինչ կանալ ուժեղ ըլլա անիգա չի գրնար բրգել ծիավորը, սակայն Դերը գհսկե իր մե ագնացողներուն վրա, որոնք անոր հոգադարության գվստահին, զանոնք մահվնե գբրգե եւ գենթանի գբահե սովի ժամանակ։ Մենք Տիրոջմե գսպասենք մեր օգնությունը, ան է մեր օգնականն ու պաշտպանը, իր մով գուրախանա մեր սիրտը, որովհետև իր սուրբ անունին վստահած ենք։ Դեր քու հոգադարությունդ թող անբագաս ըլլա մեր վրայեն, մենք մեր հույսը քեզի կապացենք։ Ամեն։ Որքան սկանչելի խոսք է, դեր քու հոգադարությունդ մեր վրայեն անբագաս ըլլա։ Ասիկա սիրելներ ամեն օր աղոթեցեք, սիրելի ծնողներ, դեր քու հոգադարությունդ իմ զավակներուս կլխեն, իմ ամուսնուս, իմ գնոջս, իմ եղբայրներուս, իմ քույրերուս, իմ արազատներուս, իմ բարեկամներուս, իմ ազգիս, իմ pedagogianս, իմ եկեղեցիս, իմ անձիս կլուխեն անբագաս ըլլա։ Դեսեք սիրելներ, այստեղ ինչ սկանչելի խոսք ունի։ Գսե Սամոսակիրը մարդուս կյանքը բրգելու համար ծիուն աբավինիլը ինքնախապեյություն է։ Ծին անցյալին ըսած եմ ցեզի ինչի խորհրդանիշ է, բادرազմի։ Բայց նայեցեք շարունակությունը։ Ինչ կանալ ուժեղ ըլլա ծին չի գրնար բրգել ծիավորը։ Ծին որքանալ ուժեղ ըլլա ծիավորը գրնա բրգվիր բادرազմի ժամանակ։ Ոչ։ Երբ որ Titanic նավակը սարքեցին սիրելներ, գիտեք իրեն կապիտանին հարցուցին, որ զորեղ է այս նավը գդրելու այս օվկիանոսը, գիտեք ինչ ասավ։ Նույնիսկ Աստված չգրնար ընկղմել զայն։ Նույնիսկ Աստված չգրնար ընկղմել զայն ասավ։ Եվ
Արդեն գիտեք ինչ եղավ, ընկղմեցավ։ Սիրելներ, մարդիկ կան, որ գսեն, որ ես հզոր օտո ունիմ։ Պետական մարդիկ կան, որ այնպիսի ինքնաշարժներ, օտոներ ունին սիրելներ, որ գսեն, որ այսինչ ռումբնալ փամը չի գրնարնել։ Եվ կգարձեն, որ իրենց կյանքը այդ ինքնաշարժը պիտի ազատե։ Ոչ։ Մարդուն բահաբանը սիրելներ, ոչ թե ինքնաշարժն է, ցին է, կամ նավն է, կամ այսինչն է, կամ այդ ինչն է։ Մարդուն բահաբանը Աստված ինք է։ Եվ ադոր համար Աստված մեզի դված է ինչ, բահաբան հրեշտակներ։ Երբեմն ֆրիուեյին վրա, օտոստրադին վրա, մայրուղիներուն վրա, ինչ կբադայի։ Մեր կյանքը թելեգը լաս սիրելներ եւ կփրկվի։ Ով փրկեց մեզ։ Մեր բահաբան հրեշտակը, որ Աստուծո կողմէ մեզի օգնական դրված է։ Եվ նայեցեք սիրելներ, Եբրայեցիներու նամակին մեջ առաջին գլուխ եւ որ Պողոս Արաքյալ գխոսի հրեշտակներու մասին հետեւյալը գսե 14-րդ համարը կգարտամ հրեշտակները Աստուծո ծառայող հոգիներ են եւ իր կողմէ կղրկվին օգնելու համար անոնց որոնք փրկությունը պիտի ժառանգեն ադորամար նաեւ Հիսուսը ասավ Մատթեոսի ավետարանի մեջ մի նեղացնեք այս փոքրիկներեն ովևէ մեկուն որովհետև անոնց հրեշտակները ամեն օր իմ հորս թեմքը կտեսնեն հետևաբար նաև ցեզի ասեմ երբ քիշերը քնանակ եւ ծեր աղոտները պիտի անեք ծեր բահաբան հրեշտակին շնորհակալություն հայտնեցեք շնորհակալ եմ ասեք բահաբան հրեշտակ որովհետև հիշեցեք օր պիտի կա որ երբ մենք այս աշխարհին մեկնենք պիտի հանդիպենք մեր բահաբան հրեշտակին ան է որ մեր հոգին պիտի առաջնորդե թեպի երկինք հիշեցեք նաև Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի հավատով խոստովանումի աղոթքը Բահաբան ամենայնի Քրիստոս աչքո հովանի լիցի վերամեր նաև մյուստունը որ դեր իմ մահվանս օրը բարի հրեշտակի մահանցնե իմ հոգիս բարի հրեշտակի շատ բարի եկեք սիրելներ միասին երգենք ալելույա ինչ կնշանակե ալելույա կնշանակե օրհնեցեք դերը փարապանեցեք դերը եւ ասկարած ցեզի նաեւ ասած եմ այսօրվան ասենք երդասարտական բարերով ալելույա կնշանակե գեցե դերը եկեք երգենք եւ իր սուրբ անունը հրճակենք Hallelujah, 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 Hallelujah. Հրճակենք անունը մեր Տիրոջ, հավիտյան է սերնանոր միացայն ավետենք աշխարհին հավիտյան է սերնանոր ալելույա 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 Աստված է մեր երկնուզորություն, իր մով է մեր փրկություն, իր շնորհքով բիդաբրենք հավիտյան, հրճակենք իր բարի լուն, ալելույա, ալելույա, ալելույա. Դրտմությաս մեջ կանչեցի դիրոջ, սուրբ հոգվով մխիթարեց,
Դեր Հիսուս է վեմնիմ ամրության, զորության և հաղթության, Ալելույա, 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 Հիսուս իր խաչով և հարությամբ, Փացավ թուր մեր փրկության, մտնենք այս տրնեն արդարության, հավատքով որ ներկության, Ալելույա, 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 երկրբակ ենք դիրոջ օրդությամբ, քոհությամբ և ծնծությամբ, հռչակենք, որ դերը փարի է, Հավիտյան է սերնանոր, Ալելույա, 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 Փառք Քեզ Աստված, Ալելույա։ Սիրելիներ, երբ որ երեխա մլա եւ մաման իրեն ուրեմն քաղցր փամը դա, երեխան ինչ կնե, իր լացը գգդրե։ Գամ իր սիրած խաղավայրը դանի, այդ երեխան ամիջապես գթաթրի լալե։ Սիրելի քույրեր, եղբայրներ, այս աշխարհը մեզի շատ կլացնե։ Քրիստոսի հավատացողներուն շատ կհալածե, շատ կչարչարե։ Բայց սիրելներ, աշխարհը չգիտեր, որ մենք մխիթարություն ունենք։ Եվ այդ մխիթարությունը մենք այս կյանքի մեջ են արդեն ունենք ինչ։ Մեր այդ ցավին, նեղության, դարաբանքի մեջ, երբ մեր աչքերը երկինքը վերցնենք, երկինքը կտեսնենք, եւ գիտենք, որ մեր Տերը մեզ հավիտենական կյանքի մի առաջնորդ է, արդեն անիկա մեզի մխիթարություն եւ զորություն կտա։ Եկեք երկենք հաջորդ երգը, երբ հավատքով կարող լամ երկինք իմս էսել, վախի ազատելով գրնամ լացող աչքերը սրբել։ Օրմը մեկ ինձ իսա, որ ես այս ունիմ, ես այդ ունիմ, ես այդ ունիմ, ես բալադ ունիմ, ես դասատ ինքնաշարժ ունիմ, այս ունիմ, այս նայեցա, այսինքն սպասեց, որ ինձի երեսիս նայեցա, որ ես այսինքն ասեմ, վաու, այս կամպան ունիս, բայց իմ թեմքը շատ բաղ էր, շատ, ասանք, մարմարի բես էր, վերջսա, որ այս կամպանըսի, թեմքը արդայդությունը բան չփոխվեցավ, թուն ինչ ունիս, ես ալ իրենսի, ես ալ երգինքը ունիմ ասի, երգինք ունեցողը սիրելներ, աշխարհիկ բաներով այլևս այնքան հոգին չուրախացներ, որտեվ գիտենք, որ այս բոլորը երկրի վրա ինչ են, ժամանակավոր են, դերը մեզի դված է վայելքի համար, ոչ թե դված է որբեսի քերի դառնանք, ոչ թե դված է որբեսի ստրուկ դառնանք, ոչ թե դված է որբեսի անոնցմով հբարդանանք, այլ Հիսուս դնդեսի արագի մեջ կսե, այս երկրի մամոնան օգտագործեցեք, այսինքն դրամը, որբեսի երկնքի բարեկամներ շահեք, այսինքն ողորմության համար դված է։ Եկեք երկենք այս սքանչելի երգը։ Երբ հավատքով կարող լամ, երկինքի իմս է ասել, վախ է ազատելով գրնամ, լացող աչքեր սրբել, թողտեմ սիելել մեծ զորությամբ, աշխարհքն եւ սատանան, գրնամ նայիլ հանդարտությամբ,
անոնց գադաղության թեև իմ վրասանտիր հոգե փոթորի գինման եւ գամցավեն եւ թանվիշտեր հարցագելու ըլլամ սակայն պիտի չհաղթվիմ այլ ամենուն հաղթեմ միայն թե հայրենիքս հասնիմ փրկչիս երես տեսնեմ հոգվույս հանգիստը հոմբիդի ձովունը հմանըլա և ալվշտաց ալիք չանցնի խաղասրդիս վրա Ամեն Բողոս Արաքյալ Եբրայեցիներու նամակի 11-րդ գլխում մեջ սիրելներ գխոսի հավատքի անցյալի ախոյաններուն մասին գխոսի Ենովքի մասին, Ափելի մասին, Ենովքի մասին, Նոյի մասին, Աբրահամի մասին եւ այլն եւ զանոն կոչե ախոյաններ, հավատքի ախոյաններ եւ գսե որ անոնք գսե սպասեցին խոստացված երկրին սակայն նայեցեք 10-րդ համարի մեջ գսե հիշված բոլոր անձերնալ հավատքով մերան առանց խոստացված բաները ստացած ըլլալու ինչու առանց ուրեմն այլ միայն հերվեն դեսան զանոնք եւ ուրախացան խոստովանելով թե իրենք օդար եւ բանտուղտ են այս աշխարհի մեջ մենք այս աշխարհի մեջ սիրելներ ինչ ենք օդար ու բանտուղտ օդարական ենք բանտուղտ ենք Պետրոս Արաքյալն ալ նույնը գսե մենք այստեղ սիրելներ ժամանակավոր ենք գիտեք ով է բանտուղտը Բանտուղտը այն է, որ գբանտղտանա երկրիմը մեջ, որ իրը չէ։ Գբանտղտանա վայրիմը մեջ, որ իր դունը չէ։ Եվ բանտուղտը միշտ գիտե, որ ինք ինչ է, ժամանակավոր, ետ պիտի վերադառնա ուր, իր հայրենիքը, իր դունը։ Օդարական ով է։ Օդարական այն է սիրելներ, օրինակ երևակայեցեք, որ մենք երտանք օդար քաղաքը, ոչ լեզուն գիտես, ոչ մշակույթը գիտես, եւ հոն գտարնաս, օդարի պես, օդարական ես։ Սիրելներ, մենք այս կյանքի մեջ օդարական ենք, ինչու, որովհետև մենք ոչ թե երկրաքաղաքացիներ ենք, այլ մենք երկնաքաղաքացիներ ենք։ Եղավ երկնաքաղաքացի։ Սուրբ Հովհաննես Մկրտիչ շարականներու մեջ կգոչվի երկնաքաղաքացի։ Ինչ գեղեցիկ բառ, երկնաքաղաքացի եւ հայրենիք բառը, մենք երկրի վրա հայրենիք ունենք, չէ՞, բայց ճշմարիտ հայրենիքը գիտեք ուր է։ Ճշմարիտ հայրենիքը այն վայրն է, ուր որ հայրը ստեղծած է, այսինքն երկինքը։ Եկեք մեր այսօրվան վերջին երգ երգենք, բանտուղտներ ենք թափարական, եւ հոսոդար, աշխարհ մեզի երբեք հանգիստ չխոստանար։ Հոն է մեր դուն, դունը մեր վե ու մնայուն։ Երգենք։ Բանտուղտներ ենք թափարական եւ հոսոդար աշխարհը մեզի երբեք հանգիստ չխոստանար երկինքի մեջ գալոք ծնձում խաղաղություն հոգվով բեղուն հավետ բայցար հավետ սիրուն հոն է մեր դուն դունը մեր վե ու մնայուն հոն է մեր դուն հավերժ բայցար հավետ սիրուն հոն
Հոնե մեր դուն ուր գմեգնին, Սուրբերն համայն, ուր գգազմեն մեգնդանիկ, արքոնական, ազատ ամեն չարյաց տաժան, նեդեր եմ պյուր, հոնուր գենաց կետ գհոսի, վջիտ մաքուր, հոնե մեր դուն, դունը մեր մնայուն, հոնե մեր դուն, հավետ բայցար, հավետ սիրուն, հոնե մեր դուն, որ ոսկեղեն, Քաղաքն ամփոփ, գշոխ մեծ զարքային, սիրոն անվերջ, ուր սերո փեգանտուլ գերքեն, ըզմայլահար, իդես ամպից աներց հարսին, Հմայք նանջար, հոնե մեր դուն, դունը մեր մնայուն, հոնե մեր դուն, հավետ բայցար, հավետ սիրուն, հոնե մեր դուն անշարժ վեմի, վրա հաստադուն, ուր հոր բնավ խոնչենք չգա, ընտրյալ մարդուն, ուր պնության ագունքներեն, Փխի պելգրանք, ու բաշտվի բարձյալ Աստված, հոգվով համակ, հոնե մեր դուն, դունը մեր հավետ սիրուն, Երգենքն է մեր հայրենիքը, հազար թրախտ, հազար երանք ձարու ձաղգունք, եթե մազարդ, փյուր թրջնոց ու ռեշտագած հետ, դալով ողջույն, գքեղեն անմահություն, Vesur perun, verne merdun, duna merve umanayun, verne merdun, havet baitzar, havet sirun. Եթե երկնքի մասին երկը այսքան սիրուն է, ուրեմն երևակայեցեք երկինքը որքան սիրուն է։ Սիրելիներ, այնտեղը, ինչպես սկսեց Սուրբ Գիրքը, Հայտնություն Հովանու 21-րդ գլխի 4-րդ համարը, ոչ ցավ գա, ոչ հիվանդություն գա, ոչ բادرազմ գա, ոչ չար գա,
ոչ փորձություն կա, ոչ մեկ բան չկա։ Ինչ որ չարիք է, ինչ որ չար է, այս աշխարհին հետալ պիտի գործվի։ Հոն սիրելիներ, խնդություն կա, ուրախություն կա, ցնծություն կա։ Հոն սուրբ երրորդությունը կա։ Հոն հրեշտակները կան, Աստվածամայրը եւ սուրբերը կան։ Հոն 24 երեցները կան, հոն արտարները կան, հոն մենք պիտի լանք։ Եվ ադորամար երկրի վրա սիրելներ ապրինք սրբությամբ։ Չլար միայն այնպես ենք որ սիրելներ, հա ես դունիս մեջ սուրբ ապրիմ, բայց դուրսը սուրբ չեք։ Չլար սիրելիներ, երբ ուրիշներու հետ ծեր հարաբերության մեջ լավ չեք եւ սակայն գարձեք որ երկինք պիտի լենք չենք կրնար։ Մենք իրարու հանդեպ խորունկ սիրով եւ սրբությամբ պիտի լանք։ Դեսեք Քրիստոսի խաչը։ Քրիստոսի խաչը եւ ուղղահայաց է, այսինքն սեր մարդեն առաստված եւ հորիզոնական է, այսինքն սեր մարդեն մարդ։ Եվ Հիսուս ինչ ասավ, ամենամեծ երկու պատվիրանները որոնք են, սիրե քու դեր Աստվածդ, քու ամբողջ սրտովդ, քու ամբողջ զորությանդ, քու ամբողջ մտքովդ, քու ամբողջ էությունդ, եւ երկրորդը, որ ասոր նման է ասավ, սիրե քու եղբայրդ, քու անցիդ բես։ Մեկը գա որ իր անցը գադե, եթե իր անցը մեկը գադե, ամենուն թողադե, եթե մեկը իր անցը գսիրե, թող ամենուն սիրե։ Սիրելի քույրեր եղբայրներ, եկեք նախ ամեն բանի առաջ եկեք միասին բարձր ձայնով ասենք Փառք Աստծո։ Նորեն Փառք Աստծո։ Փառք Աստծո։ Ամեն ինչի համար Փառք Աստծո։ Այո, ամեն ինչի համար Փառք տանք Աստծո սիրելներ, որովհետև եթե մարդը սկսի նվնվալ, եթե մարդը սկսի դնթնքալ, ամեն այս բոլոր ձայները կործածեցեք դուք, նվ, դմ, ինչ որ գուզեք, եթե սկսի մարդը չի վերջանար, ադոր սիրելներ անիկա չարին գողմե եկած, գիտեք ինչ է, հուսահատության, այսպես նեգատիվ, ժխտական, սկացումներ են, ծավի մեջ ես, ասե Փառք Աստծո, ուրախության մեջ ես, ասե Փառք Աստծո, հալածանքի մեջ ես, ասե Փառք Աստծո, այլ խոսքով, քու հոգիդ թող վերանորոգվի, մարդիկ կան սիրելներ իմ հարազատներուս մեջ ալ կան, ասկական ունի, ոչ հիվանդություն ունի, ոչ մեկ բան ունի, բայց երբ որ տեսնեմ զինք, ինչպես է սկսեմ, հեչ մի արցներ, շատ վատ եմ, ախր ինչը վատ ես, դու մարդոց գվադացնես և չես վադանար, գյանքիս 48 տարեկան եմ, 48 տարի ես այդ մարդեն օրմը, տրագան, օրմը չեմ լսած Փառք Աստծո, միշտ վատ եմ, բայց քեֆերու ժամանակ 4 ժամ գբարե գրունգներու վրա, դեղմը պիտի ճամփորդե, առաջին ճամփորդողը գլա, սիրելիներ, Փառք տանք Աստծո, Փառք տանք Աստծո, որովհետև Աստված ինք գուզե որ փառավորենք իր սուրբ անունը։ Ուրեմն այս հոգիով սիրելներ գուզեմ որ այլևս սերտեմքը ժպտերես ելը։ Գաղաբար փոխեցեք սերտեմքին։ Գաղաբար փոխեցեք։ Միսեք Աստված ինձ այսպես ստեղծել է։ Աստված մեզի այդպես չէ, Աստված մեզի ինչ ստեղծած է գիտեք։ Բողոս Արաքյալը գսե ուրախ եղեք։ Նորեն գսեմ, դարձյալ գսեմ, ուրախ եղեք։ Մեր թեմքերեն սիրելներ պիտի ջարակայթի այդ ուրախությունը։ Ադորամար Հիսուս նույնիսկ գսե երբ բակ բռնես, հետանոսներում պես գեղձավորապար դրդում երես մի ելար, այլ ինչ է երեսդ, օձե և հետևապար ինչ եղիր, ուրախ, ոչ թե դրդում երես, մեկը դեստեք եզի, խերը ինչ կա, ինչ եղեր է, բակ բռնած ես, նախ որ մարդ տող չիմանա, երկրորդ, ուրախ եղիր, ջարակայթ է, Քրիստոսի լույսը դարած է, ոչ թե երդում երես ծևացիր, սիրելիներ, Աստուծո թիմաց այդ բաները չկալ էր, հա, և որ երեխա ենք դնդես մայրիկին երտային,
դնդես մայրիկ փորիկս կծավի գսեինք մասնավոր որ տասեմ փախեինք Աստուծո դիմաց ինչ մի դեսենք վաղը գանքնինքն է Աստված բաբա մեր ողն ու ձուծը գիտե Ադորամար սիրելներ ուրախ բարձր դրամատրությամբ մարդիկ երբ մեզ տեսնեն ասեն փոխվեր ես ինչու ուրախ ես ասես որ որտեվ ուրախության աղբյուրը Հիսուսը սրտիս մեջ ունի Այս նույն ուրախությամբ ողջունեմ ձեզ բոլորդ Սիրելի քույրեր եղբայրներ, սիրելի հայրեր եւ մայրեր Բոլոր անոնք որոնք մշտապես ներկայ են Բոլոր անոնք որոնք այսօր առաջին անգամ մեզի գմյանան Եդևը Գրիգոր եւ Ռուբինա բարի եկաք առաջին անգամ եւ նաեւ ուրիշներ ովքեր առաջին անգամ եկած են Ուրեմն եդևները ապրիկ բարի եկած եք եւ նաեւ բոլոր անոնք որոնք սիրելներ վերադարձած են նորեն գտեսնեմ որ վերադարձած դեմքեր կան եւ բոլոր անոնք որոնք համացանցի ջամփով գեհդեվին այս սուկրոտ սերդողության Մենք սիրելներ գսերդենք հայտնություն Հովանու քիրքը քիրքը որ քրիստոնյա հավատացյալներուն համար արտնության զորության մխիթարության քաչալերանքի քիրք է որովհետև երբ կտեսնենք այս յանքի մեջ չարիքը գշատնա երդասարտներ այս խոսքը նաև ցեզի գուխեմ երբ կտեսնենք որ այսօր յանքի մեջը ուրիշ տեսակ ընտանիքներ կգազմվին իրականության մեջ ընտանիքները ավանդական ընտանիքները կքանթվին հաջող երդասարտներ կդարվին մտածելու որ ավելի լավ է որ չամուսնանամ չէ սիրելներ ամուսնացիր բադիվով ամուսնացիր ավելի լավ է որ բադվով ամուսնանաս քան թե չամուսնացած ուրիշ մեհեդ ապրիս որ անիգա դիրոջ դիմաց շնություն է Հովանես Մգրդիչ այդպես ասավ թակավորին Հերովտեսին եւ նաեւ սիրելիներ իմացեք ան որ Աստուծո երգյուղով ընտանիք կգազմե Աստված գործն է այդ ընտանիքը Աստված գործն է Ձեր մեջ միան Աստված պետք է լա Ինչպես որ եկեղեցվո մեջ երբ գլուխի գտնենք խաչեղբայրը անոնց գլխում վրա գզեդեղի ինչը խաչը որ կնշանակե ինչ որ կնշանակե որ խաչի զորությամբ է որ այս երկուքը կմիանան անբաժանելի կերպով Եվրոպայի մեջ քյուղը գա սիրելներ կաթոլիկյան բսակվող զույգը իրենց հետ խաչ կբերեն եւ խաչը կբռնեն ամուսնության ադեն գիտեք ինչու որբեսի գիտնան որ անոր բաժնվի մյուս անդամեն Քրիստոսը բաժնված բիդելա խաչեն բաժնված բիդելա եւ ադորամար այդ քյուղին մեջ մինչեւ այսօր 0/100 ամուսնալուծում կա որովհետեւ երդասարտներ խորունկ գիտակցությամբ գտաստիարակվին որ չեն ուզեր Քրիստոսեն բաժնվին խաչը նաեւ խորհուրդ է որ ընտանեկան կյանքի մեջ դժվարություններ պիտի լան բայց պիտի հաղթահարվին այդ դժվարությունները ոչ թե ամեն մեկ նեղության դիմաց պիտի ասեն որ ես այլևս չեմ գնար հետդ ապրիլ այլ պիտի հաղթահարվին հասկացողությամբ աղոթքով արցունքով եւ այս տողլա սիրելի երդասարտներ ցեզի ուղված այսօրվան բատկամը ցեզի սուրբ ընտանիք կազմելու համար մենք սիրելներ Սկսանք սերդել 13-րդ գլուխը հայտնություն Հովանու եւ սերդեցինք առաջին 4 համարներ այսօր պիտի սերդենք Աստուծո կամքով 5 եւ 6 համարները բստիկ վերականգնենք Հովանես Արաքյալ դեսավ երկնքի մեջ սկանչելի դեսիլկը սկանչելի գինը որ արև հակածեր ամբողջ իր մարմինը արև էր լույսի պես գճարակայթեր գլխում վրա 12 աստղերը գազմված բսակ կար հաղթանակի նշան ոտքին տակ լուսինը կար եւ այս գինը հղի էր եւ զավակ պիտի ծներ երկրորդ դեսիլկը տեսավ Հովանես Արաքյալ դեսավ թե ինչպես մեծ վիշապը գարմրակույն հրեղեն
դեսա որ այս վիշապը 7 գլուխ ուներ, ամեն մեկ գլխուն վրա թակ մգար, իշխանության, թագավորության խորհրդանիշ, եւ դեսա որ այս վիշապը 10 եղջյուր ուներ, գոդոշ ուներ։ Եվ դեսա որ այս մեծ վիշապը քալած ադեն իր բոչով աստղերու 1/3-ը քշեց դարավ, իր հետ երգիր դարավ։ Եվ ապա Հովանես տեսա, որ այս վիշապը գանքնեցավ այս հղի գնոջ թիմաց։ Ինչու? Գսեր 4-րդ համարի մեջ։ Անիգա ձնանելու մոտ եղող գնոջ թիմաց գանքնեցավ, որբեսի երբ դինը զավակը ձնի, գլեզայն, գուլդա։ Այս բոլորի մասին սիրելներ ցեզի խոսեցա, թե ով էր այդ մեծ վիշապը։ Բայց արագ մը վերականգնենք, որբեսի հաջորդ ամարին անցնենք։ Այս վիշապը պիտի տեսնենք մենք, երբ որ հասնենք 9-րդ համարը, Սատանան է։ Սատանան վիշապ է սիրելներ։ Ինչպես որ վիշապը սարսափաստու է, Սատանան ինք սարսափեցնող է։ Եվ Սատանան սիրելներ խոսեցանք ասկարաջ, ինքը նախաբես երկնքի մեջ ռեշտակներու իշխան էր, իշխաններեն մեկն էր, անունը Արուսիագ, Լուսիֆեր։ Եվ սակայն երբ հբարդացավ եւ ուզեց Աստուծո քահը առնել եւ ուզեց որ բոլոր ռեշտակները երկնային մարմինները զինք բաշտել, Աստված զինք վառնեց։ Եվ երբ այս Արուսիակ ռեշտակապետը վար գինար, իր հետ դարավ նաեւ իր ռեշտակները, իր ցերկին դակ գտնվող ռեշտակները, որոնք երկրի վրա անոնք գոչվեցան ինչ չար ռեշտակներ կամ չար ոգիներ եւ կամ թևեր, թև։ Եվ այս հրեշտակը, որ բարի էր նախաբես եւ չարացավ, գործընծուց իր անունը, այլևս Արուսիակ չէ, այլ Սատանա է, Փանսարգու է, Բեղզեփուղ է, Բելիար է, վիշապ է, առաջին օծ է, այսպես դարբեր անուններ ունի։ Անիգա սիրելներ, քանի որ չգրծավ Աստուծո թեմ եւ ով գրնա Աստուծո հաղթել, ոչ ոք։ Քանի որ չգրծավ հաղթել Աստուծո, հետեւաբար ուզեց սիրելիներ Աստուծո որդին աշխարհ գալուն արգելքը լան։ Որովհետև երբ մարդուն վրա հարձակեցավ այս առաջին օծը, այսինքն Եվային եւ Ադամին վրա խոսքով խապեց զանոնք եւ անոնք դուրս տրվեցան տրախտեն, Աստված ըսավ անոր, որ քու եւ գնոջ եւ անոր սերունդին եւ քու սերունդիդ միջև թշնամություն, հագարագություն պիտի տնեմ։ Անիգա քու գլուխդ պիտի չախչախե եւ դու անոր գրունգը պիտի խայթես, քարշաբարը պիտի խայթես։ Եվ այդ գինը, որ աշխարհ պիտի բերեր, Հիսուսը, Աստուծո որդին, պիտի ելար Սուրբ Մարիամը, իսկ այն ազգը, որ մե պիտի ձներ Սուրբ Մարիամը եւ վերջը Քրիստոս Սուրբ Մարիամեն, պիտի ելար հին ժողովուրդը, եբրայցի ժողովուրդը 5 դագարանի մեջ։ Եվ բացադրեցի անցնող շաբաթ սիրելներ, որ բամության ընթացքին շատ վիշապներ հայտնվեցան Սատանայի թրթումով, որբեսի եբրայցի ազգը չնչեին։ Օրինակ Եգիպտոսի փարավոնը, կամ ուրիշ ազգերու ղեկավարներ, փապելացիները եկան եւ զանոնք եբրայցիները դարին քերության։ Հութայի թագավորությունը համարյա գործաներու վրա էր միան մեկ անց բրգվեցավ, որ մե պիտի ձներ Դավիթ եւ Դավիթեն պիտի կար Քրիստոս Մեսիան, որպես հավիտենական թագավոր։ Իսկ նոր ժամանակներու մեջ բացադրեցի ցեզի, երբ Հիսուս ծնավ, արևելքեն մոքերը եկան, աստղը տեսան, աստղը զիրենք առաջնորդեց մինչև Երուսաղեմ,
անոնք Հերովտեսի ներկայացան եւ ասին. մենք աստղը տեսանք արևելքի մեջ, նոր թագավոր ծնած է Իսրայելի, ուր ծնած է, ըսեք մեզի դեղը, որ երթանք եւ երկրբակենք։ Եվ Հերովտես մեծ վախցավ, եւ անոր հետ վախցան նաեւ Երուսաղեմի բնակիչները գսել Ավիդարանիչը։ Եվ ադորամար Հերովտես ուզեց խաբեբայությամբ դեղը իմանալ Հիսուսի եւ ասա մոքերուն, երբ երթակ գտնեք զինք երկրբակեք, եկեք ինձյալ դեղյակ բայցեք, որ ես ալ երթամ երկրբակեմ, որտեւ նպատակը այն էր, որ երթար ու սպաններ այդ Հիսուս մանուկը։ Բայց հրեշտակը մոքեր ուրիշ ճամփով ետ իրենց երգիրը վերաթարցուց։ Սիրելիներ, Փեթղեյմի մանուկները չարտվեցան։ Բամության ընթացքին Սատանան փորձեց Հիսուսը խաբել անաբադին մեջ, չհաջողեցավ։ Սատանան փորձեց հրյա ժողովրդի մեջ են Հիսուսը քանի անգամ կարողացել, չհաջողեցավ։ Սատանան մտավ Հութայի մեջ, որբեսի Հութան Հիսուսը մատներ հրյա ղեկավարներուն ցերկը 30 արձատի դիմաց։ Գիտեք ինչ էր 30 արձատ անցյալին սիրելներ, այդ 30 արձատով մարդիկ ըստրուկը կնեին, քերի, ըստրուկը կնեին։ Հութան իր դերը դիեզերքի դերը ձախեց ըստրուգի կինով։ Աբա հրյա ղեկավարներու մեջ մտավ եւ անոնք որոշեցին խաչել Հիսուսը։ Սատանան ուրախացավ, մինչեւ այն ադեմ որ Հիսուս խաչվեցավ եւ Սատանան դեսավ որ բարդվեցավ։ Վերջին անգամ մնալ բացադրեցի ցեզի որ Սատանան փորձեց Հիսուսը խաչեն վար իջեցնել, որբեսի փրկության կորձը խափանվեր։ Անոր համար թե մարդիկ, թե ղեկավարներ Հիսուսի ասին, եթե դու Աստուծո որդի ես, խաչեն վար իջիր, մենք կհավատանք քեզի։ Բայց Հիսուս իր խաչելությամբ եւ երրորդ օրը հարությամբ է որ հաղթեց Սատանային, ջզմեց անոր գլուխը։ Ահա սիրելիներ, այստեղ կտեսնենք որ վիշապը հղի գնոջ դիմացն է եւ որ պիտի ծննդապերե, ոչ թե սիրելիներ որպես թայագ, ոչ թե որպեսի փարիկալուստսեր այդ երեխային որ աշխարհ պիտի կար, այլ որպեսի գսե սուրբ գիրքը գուլ դար անոր։ Հիմա տեսեք ինչ պատահեցավ անցնենք այսօրվան սերդողության 5-րդ եւ 6-րդ համարները սերդերով։ Նախ 5-րդ համարի առաջին մասը սերդենք։ Գարտանք լմանը եւ վերջ առաջին մասը սերդենք։ Գինը արու զավակ մծնավ, որ սահմանված էր հովվելու բոլոր ազգերը երկաթե մագանով։ Բայց գնոջ զավակը հապշտակվելով դարվեցավ Աստուծո եւ անոր քահին մոտ։ Նախ առաջին նախատասությունը։ Գինը արու զավակ մծնավ, որ սահմանված էր հովվելու բոլոր ազգերը երկաթե մագանով։ Սիրելներ, քանի որ երբ այս առաջին համարներու մասին ցեզի խոսեի, ասի որ գինը կարելի է հասկանալ իբրև աստվածամոր խորհրդանիշ եւ նաեւ երբեմն գինը կարելի է հասկանալ որպես եկեղեցվո խորհրդանիշ եւ նաեւ ներողություն հին ժողովրդի խորհրդանիշ եւ նաեւ որպես եկեղեցվո խորհրդանիշ։ Եկեք սիրելներ հիմա բացատրեմ ցեզի այս երկու իմաստերն։ Թիդենք նախ գինը որպես աստվածամոր խորհրդանիշ եւ ապա սիրելներ թիդենք որպես հին ժողովրդի կամ եկեղեցվո խորհրդանիշ։ Շատ լավ։ Առաջին, այստեղ ներկայացված գինը Աստվածամայրն է։ Սուրբ Մարիամ Աստվածածինը։ Եվ անոր ծնած զավակը ինչ է։ Դեսեք, ինչ կսեք գինը ինչ զավակ ծնավ, արու զավակ, դղա զավակ ծնավ։ Այսօր տշպախտապար այնպիսի աղանդներ կան սիրելիներ, որոնք գսեն, որ Աստված սեր չունի, հետևաբար Աստուծո գտիմեն ոչ թե որպես արու, այլ գտիմեն որպես էգ։ Այսին Աստուծո հետ խոսածադենը գսեն she said, այսինքն Աստված ըսավ։ Կամ երբեմն գսեն որ քանի որ Աստված ոչ արու է, ոչ էգ է,
որպես արարգա իրեն գտիմեն, գսեն it said, անիգա արարգան ըսավ։ Դեսեք սիրելներ, որքան սատանան բղծություններ ունի, եւ ասոն կգոչվին ճագերդի մեջ քրիստոնեական եկեղեցիներ, եւ իրենց հավատամքները, եթե մտի գնեք սիրելներ, ծեր մազերը կգանքնին, որովհետեւ երբեք հավատամքի հետ կապ չունի։ Ինչ որ է, այստեղ գսե արու զավակ ծնավ, որովհետև Հիսուս Աստուծո միածին որդին, որ աշխարհի սկիզբեն իվեր երկնքի մեջ գար, երկնքի մեջ Հիսուս ինչ էր, հոգի, հայրը երկնքի մեջ ինչ է, հոգի է, Սուրբ հոգին, որ մեր մեջ է, ինչ է, հոգի է, որդին ալ մինչև երկրի վրա մարմնանալը երկնքի մեջ ինչ էր, հոգի է, ապրիկ։ Երբ որ սակայն ժամանակներու ավարտին Աստված ուզեց իր փրկագործության ծրագիրը իրագործել, Սուրբ Գույս Մարիամ հղացավ որմե Սուրբ հոգիեն եւ մարդացավ, մարմնացավ, ծնավ գադարելաբես արու զավակ եւ անիգա գոչվեցավ ինչ Հիսուս, որ կնշանակե փրկիչ, անիգա գոչվեցավ նաեւ Քրիստոս, դիդրոսն է, որ կնշանակե օձյալ, անիգա նաեւ գոչվեցավ Էմանուել, որ կնշանակե Աստված մեզի հետ, շատ բարի։ Սիրելիներ, շատ հետաքրքրական է, որ հայտնություն Հովանու քրկին մեջ չի քննարկվիր կամ չի ներկայացվիր Հիսուսի երկրավոր կյանքը, այլ միայն կներկայացվի այստեղ Հիսուսի ծնունդը, տեսեք, արու զավակ մը ծնավ եւ հաջորդ նախատասությունը դարձուր կխնդրեմ եւ անոր երկինք համբարնալը, տեսեք, բայց գնոց զավակը ինչ եղավ, հապշտակվելով Աստուծոքով երկինք տարվեցավ։ Այլ խոսքով սիրելիներ, ծնունդ եւ միայն համբարձում։ Ուր է Հիսուսի երկրավոր կյանքի պատմությունը։ Սիրելի քույրեր, եղբայրներ, չմոռնաք, որ հայտնություն Հովանու գիրքը Հիսուսի երկրավոր կյանքի պատմությունը չէ։ Հովանես Արաքյալ Հիսուսի երկրավոր պատմությունը գրած է ուր։ Իր ավետարանին մեջ։ Ըստագյասիգա իր ավետարանին մեջ, իսկ այս կրկին մեջ միայն անդրադարձ կգադարվի Հիսուսի ծնունդին եւ ապա Հիսուսի ինչի մասին, համբարձման մասին, երկինք բարձրանալու մասին։ Եվ սիրելի քույրեր, եղբայրներ, չմոռնաք, որ այս հայտնությունները տվողը Հիսուս ինքն է, որ ուր կգտնվեր, երկրի վրա թե ոչ երկնքի մեջ, երկնքի մեջ։ Եվ ասիկա սիրելներ գուզեմ իմանաք միշտ, որովհետև միշտ աղանդավորներ պիտի լան կամ ոչ մեկ գրոնքի մարդիկ միտեսեն ուր է հայտնության քրկի մեջ չէ գրված իր կյանքի մասին, միշտ իմացեք, որ երկրավոր կյանքի մասին գրված չէ, որովհետև փառավորված է այստեղ Հիսուս, բայց ավետարաններու մեջ Հիսուսի կյանքի գարկ մտքրվակներուն մասին գրված է։ Հետևաբար հայտնության գիրքը իր ուշադրությունը կգետրոնացնե փառավորյալ Հիսուս Քրիստոսի վրա, հավիտենական թագավորության վերջնական հաստատման վրա։ Եվ տեսեք, մեծ վիշապը, թեև ինչպես քիչ առաջ հիշեցի, բազմաթիվ անգամներ փորձեց գուլ տալ, գլել Աստուծո որդին, գնոջ որդին, այսինքն խափանել անոր աշխարհքալը, անոր գործունեությունը, անոր փրկագործական ծրագրի գադարումը, խափանել, գանքնեցնել, բայց չգրծավ, ինչու, որովհետև այստեղ գսվի մանուկը, այս մանուկը սահմանված էր Աստուծո ժողովուրդը բոլոր ազգերը ինչնելու հովվելու։ Նախ ասիկա ասեմ, բոլոր ազգերը, շեշտը տեսեք, բոլոր ազգերը, ոչ թե միայն հրյա ազգը։ Հրյա ազգը սիրելիներ, ինքզինք մշտապես կգոչե ինչ ազգ, ընտրյալ ազգ։ Այո, 5 դագարանի մեջ Աստված ընտրեց ազգը եւ անիգա
հրյա ազգներ եւ անոնց մեջ են փրկության պատկաններ փոխանցեց։ Բայց երբ որ որդին եկավ աշխարհ, որդին եկավ ոչ թե միայն հրյա ազգին համար, այլ եկավ բոլոր ազգերուն համար։ Հետևաբար այսօր ոչ թե հրյա ժողովուրդն է Աստուծո ընտրյալ ազգը, այլ հրյաներեն եւ բոլոր ազգերեն, բոլոր հեթանոսներեն գազմված ազգն է, այլ խոսքով քրիստոնեությունն է Աստուծո ընտրյալ ժողովուրդը։ Հասկանալի է։ Եվ սիրելներ, տեսեք այստեղ հետաքրքրական է հովել։ Ինչ կնշանակե հովել։ Հովել կնշանակե հովիվություն անել։ Ինչ։ Հոդը արածել, հոդին արջև են երթալ, դերը իմ հովիվս է, ես սպանիմը գարոդություն բիդի չունենամ։ Եվ տեսեք սիրելներ, նույնիսկ մահվան, շուքի, ծորին մեջ եմ բդդիմ, չարեն բիդի չվախնամ, ինչու։ Վասնզի կուցուբըտ և կավազանըտ անոնք զիս գարաչնորդ են։ Ինչո՞վ պիտի հովիվը, տեսեք ոս ինչ կսե, երգաթե մագանով։ Գիտեք ինչ է մագանը։ Մագանը սիրելներ կավազանն է, հովիվի կավազանն է, կամ հզոր կավազան է, կայիսոն գսվի նաև։ Եվ այս կավազանը սիրելիներ զորության կավազան է։ Տեսեք, ոչ թե բարս կավազան է, ոչ թե փայդե կավազան է, այլ ինչ է կավազան է։ Երգաթե, եւ երգաթե կավազանը ինչի խորհրդանիշ է գիտեք։ Զորության, ուժի, իշխանության, առաջնորդության։ Մովսես մարգարեն իր ցերքի մեջ ուներ ինչը, փայդե կավազանը, եւ Աստված ըսավ որ այդ կավազանը թող եւ թողեց, ինչի վերածվեցավ օծի, վերջսավ ետ բռնեց եւ այդ կավազանով էր որ զարգավ ինչը Գարմիր ձովը եւ Գարմիր ձովը բաժնվեցավ եւ ամբողջ ժողովուրդը մեջ են անցավ եւ սիրելիներ այդ կավազանով Աստված հրաշքներ կատարեց հիմա եւ ինչ ըրավ եբրայեցի ժողովուրդը դուրս բերավ Եգիպտոսի կերուտենեն հիմա նույն ցևով սիրելներ Հիսուս Քրիստոս ինք իր կավազանով իր խաչով Գարաչնորդ է մեզ բոլորս, խաչ կո եղիցի մեզ աբավեն դեր Իսուս, խաչով գարաչնորդ է դերը մեզի սիրելներ, իր կավազանով գարաչնորդ է մեզի, անիկա հովիվն է, և ճշմարիտ հովիվն է ինքը սավ չէ, Հովանու ավետարանի 10-րդ գլխու մեջ, 11 և 14 համարներու մեջ Իսուս սավ, ես եմ ճշմարիտ հովիվը, ես եմ իրավ հովիվը, ինչու համար գրգնեց սիրելներ, որ ինք ճշմարիտն է, ինչու համար Որտեւ Հիսուս խոսեցավ նաև վարձկան հովիվներու մասին։ Ըսավ վարձկան հովիվը, երբ տեսնե որ քայլերը գուքան, ինչ կնե։ Գփախի, գտողնե ոչխարները գփախի։ Գերտա դիրոջ կսե որ քայլերը հարցակեցան եւ խեղտեցին ոչխարները։ Բայց իրավ հովիվը, ճշմարիտ հովիվը ինչ կնե։ Իր ցանկը գվտանքե իր ոչխարներուն համար։ Գբայքարի, գհարվածե, գչարթե Թշնամիները, ողմակները քայլերու։ Ահա սիրելներ, Հիսուս մեր ճշմարիտ հովիվն է։ Եվ տեսեք սիրելներ, երկաթե կավազանը ցույց կտա Հիսուսի քեր հզոր եւ անփեգանելի հավիտենական զորությունը եւ թակավորությունը։ Մեկը չի գտնար այս հովիվին հաղթել։ Անոր համար եկավ ինքը հովվելու Երկրի վրա սիրելներ օձյալ կահանաները գգոչվին ինչ հովիվներ եկեղեցվո հովիվը հոգևոր հովիվ չէ բայց հովվաբեդը մեկ հոգի է Հիսուս Քրիստոս առաջին Պետրոսի նամակի 5-րդ գլխուն մեջ առաջին 4 համարներու մեջ Պետրոս առաքյալը սիրելիներ իր խոսքը գուղե Եկեղեցվո հովիվներուն եւ տեսեք ինչ խրատ կուտա անոնց Երանի ամեն հովիվ այս խրատը մտի գներ գսե Պետրոս առաքյալ երեցներ քահանաներ որբես երիցագիցը
որ ցեզի պես վգայ եմ Քրիստոսի չարչարաններուն եւ ցեզի դալ մասնագից միդելամ քալիկ պարկին որ պիտի հայտնվի գաղաչեմ նայեցեք ինչ գաղաչե ցեզի վստահված Աստուծո հոդը ժողովուրդը բանական հոդ այսինքն արածեցեք ոչ թե իբր բարդատրանք կատարելով վերագացության ծեր ճաշտոնը այլ գամավորապար ինչպես Աստված գուզե ոչ թե տրամի սիրույն այլ հոժարությամբ ոչ թե ցեզի վստահված մարդոց բարդատրելով ծեր անձերը այլ օրինակ ըլլալով ծեր հոդին որբեսի երբ հովվաբեդը հայտնվի անթարամ փառքի բսակը ընդունիք գտեսնեք սիրելիներ ինչ խոսք ուղե Պետրոս Արաքյալ հովիվներուն ոչ թե տրամի սիրույն ոչ թե բարդատրված սկալով ոչ թե բարդատրելով ծեր անձանոնց վրա ժողովրդի վրա այլ հոժարությամբ սրբությամբ որբեսի հովվաբեդը երբ հայտնվի ահա հովվաբեդը այստեղ սիրելիներ երգաթե խավազանով է երգաթե մագանով է եւ ըսի երգաթե իր զորությունն է հետաքրքրական է որ երկրորդ Սաղմոսի մեջ սիրելիներ երբ գխոսվի թե ինչպես երկրի իշխանները Աստուծո եւ իր օձյալին թեմ հավաքված են այնտեղ գսե 8 եւ 9 համարները պիտի գարտամ ցեզի գսե Աստված է խոսողը իր որդին խնդրե ինձ մե եւ ազգերը քեզի պիտի դամ իբրև ժառանգություն ամբողջ աշխարհը քեզի պիտի դամ իբրև ըստացվածք զանոնք այսին բոլոր ազգերը երգաթե խավազանով պիտի հովվես գավե անոթի պես պիտի փշրես զանոնք երգաթե խավազանով սիրելիներ եթե երգատ ունենաք եւ գավե աման ունենաք թյուրին գլա փշրերը շատ թյուրին ազգերը սիրելիներ այս աշխարհի չար մարդիկը այս աշխարհի չար իշխանները ղեկավարները որոնք իրենց գլուխը առած եւ բարձր բաներ գնեն Աստուծո դիմաց գավի նման են Քրիստոս եւ որ վերադառնա իր խավազանով պիտի փշրե զանոնք պիտի փշրե նույնպես սիրելիներ Դավիթ մարգարեն 110-րդ Սաղմոսը որ գրած է Քրիստոսի համար գիտեք այն Սաղմոսն է ուր գսվի դերը ըսավ իմ դիրոջս նստե իմ աջ կողմս մինչև որ քու ոտքերու դակ բերեմ թշնամիները որպես պատվանդամ այս 110-րդ Սաղմոսի մեջ սիրելիներ 5 եւ 6 համարներու մեջ դեսեք ինչ կսե Դավիթ թագավոր դերը քու գողքիդ է երբ իր փարգության օրը կա պիտի խորդագե թագավորները Թադաստանի պիտի ենթարկի ասկերը թիագներով պիտի լեցնի անոնց երգիրները եւ պիտի ջզմե անոնց գլուխ կանգնողները ամբողջ աշխարհի դարածքին կտեսնեք սիրելիներ որ դերը երգաթե խավազանով պիտի կա եւ երբ մենք հասնենք հայտնություն Հովանու գրքի 19-րդ գլուխը սերդելու այնտեղ սիրելիներ 15 եւ 16 համարներուն մեջ դեսեք ինչ կսվի Քրիստոսի մասին գսվի իր փերանեն սրված սուրմը գելեր անոր հարվածելու համար բոլոր ազգերը անիգա երգաթե մագանով նույն բարերն են պիտի հովվե զանոնք եւ գողե ամենագալ Աստուծո ահեղ բարգության քինի հնցանը անոր բատմուջանին եւ ասրին վրա գրված անումը գար թագավորներու թագավոր եւ դերերու դեր ահա սիրելիներ մեր հովվաբեդը թագավորներու թագավորն է եւ դերերու դերը սիրելի քույրեր եղբայրներ որքանալ չարը այսօր ինքը ղեկավար է աշխարհը եւ ազգերը որքանալ այսօր թշպախտապար դեսնենք աշխարհի չար ղեկավարներ որ ինչ սատանայական ծրագիրներ գմշագեն սակայն Աստուծո որոշած ժամանակին փրկիչը Հիսուս Քրիստոս դարձյալ պիտի գա իր երկաթյա խավազանով վերջնականորեն պիտի գա եւ վերջնականորեն պիտի խորդագե սատանան Հիսուս իր առաջին քալուստով խորդագեց սատանայի թագավորությունը բարդության մատնեցինք
Սակայն երկրորդ կալուստով Քրիստոս սատանան պիտի խորտակե եւ զան պիտի ղրգե ուր գրագե եւ ձծումպե լճի մեջ եւ որ հասնենք Հայտնություն Հովանու 20-րդ գլխու 10-րդ համարի սերդողության այնտեղ պիտի տեսնենք եւ սիրելներ դերը իր փանական հոդը այսինքն մեզ պիտի առաջնորդե ուր թեպի թալար մարգակետիներ թեպի զարգազար թաշտեր թեպի խաղաղ ճուրեր որտեղ Հիսուս է մեր առաջնորդը անշուշտ վիշապը սիրելներ զայրացավ երբ Քրիստոս աշխարհ եկավ եւ մարդիկը իրեն հրավիրեց որ հետևին զայրացավ սատանան որովհետեւ ինչ կգարձեր սատանան մինչեւ Հիսուսի քալուստը հետևյալը կգարձեր սատանան երբ ինք մեղանչեց եւ իր հետ մեղանչեցին իր ռեշտակները սատանան գիտեր որ այլևս եթարդ չգար իրեն հետևաբար երբ խապեց մարդիկը սատանան ինչ գիծավ ինչ գարձեց սատանան գարձեց որ այլևս մարդիկը ետ աստուծո դառնալու ետ բրգվելու արիթ չունին եւ քանի որ ետ դառնալու բրգվելու արիթ չունին ուրեմն աշխարհի բոլոր մարդիկը կպատկանին որու սատանային իրեն կպատկանին ադոր համարինքը ուրախ էր մինչև Հիսուսի կալուստը եւ փաստորեն սիրելներ մինչև Հիսուսի աշխարհ քալը աշխարհի վրա ով որ ապրած էր Հիսուսեն առաջ արդար կամ մեղավոր բոլոր մարդիկ որ մեռած էին անոնց հոգիները որու ցերքի մեջ կգտնվեին սատանային ադորամար սատանան սիրելներին հանգիստ էր ինքը դերն ու դիրականը կգարձեր աշխարհին ադորամար հիշեցեք փորձության ժամանակ Հիսուսին ամբողջ աշխարհի թակավորությունները եւ հարստությունները ցույց տալի իդ կսավ այս բոլորը քեզի գուտան որովհետեւ այս բոլորը որու կպատկանին ինձի հիմար սատանա գանկնած է արարիչին թիմած եւ գսե ինձի կպատկանին եւ Հիսուսը սավ եդիսկնա սատանա եդիսկնա Եվ ահա սիրելիներ սատանան զայրացավ, երբ Հիսուս աշխարհ եկավ եւ հրավիրեց մարդիկը, որ իրեն դառնան, եւ Հիսուս հայտարարեց, թե ինք եկած է հոգիներու մեջ թակավորությունը ստեղծելու, եկած է մարդոց հոգիները փրկելու։ Եվ ահա թե ինչու վիշապը ամեն չանք տապեց, դկնաչան աշխատեցավ սիրելներ, որբեսի սպաններ որդին, բայց չհաջողեցավ եւ երբ որ խաչը հասավ Հիսուս, դեսավ որ ինք արդեն վերջացած է, ինք բարդված է սատանան։ Սիրելներ գուզեմ հետևյալը իմանաք, որ Սուրբ Գիրք կարդաք, ծեր մտքի մեջը ավելի հստակ լա։ Երբ ավետարանները կգարտակ, ավետարանները կշեշտեն Հիսուսի մահվան եւ խաչելության մասին։ Երբ Բողոս Արաքյալի թուղթերը կգարտակ, Բողոս Արաքյալը կշեշտե Հիսուսի հարության մասին։ Երբ Հայտնություն Հովանու գիրքը կգարտակ, Հիսուսի համբարձման եւ փառավորումի մասին կշեշտե եւ հավիտենական կյանքի հաստատման մասին։ Ասիկա իմացեք, որբեսի սիրելներ գիտնակ, որ Հայտնություն Հովանու գիրքը ոչ թե վախաստու գիրք է, վախաստու գիրք է բոլոր անոնց համար, որոնք անզիղջ կմնան, անաբաշխար կմնան։ Բայց Հայտնություն Հովանու գիրքը մեզի համար հաղթանակի գիրք է, հույսի գիրք է, որ ինչպես որ դերը բարդության մատնեց սատանան, հավիտենաբեսալ պիտի գործանե զայն։ Երկրորդ Առաջին իմաստը աստվածամոր իմաստը բացատրեցի, հիմա գինը ընդունենք որպես սիրելիներ հին ժողովուրդը, Իսրայելը։ Եսայի մարգարեին բերնով Աստված սիրելիներ ըսած էր, օրինակ եթե գարտակ Եսայի մարգարեի 66-րդ գլխու 7-րդ համարը, այնտեղ գսվի որ Իսրայելը արու զավակ պիտի ծներ։ Ով էր այդ արու զավակը, որ Իսրայելը պիտի ծներ։ Սիրելներ, Մեսիան, որ Իսրայելը պիտի ծներ։ Ով էր այդ արու զավակը, որ Իսրայելը պիտի ծներ։ Ով էր այդ արու զավակը, որ Իսրայելը պիտի ծներ։ Սիրելներ, Մեսիան, որ Իսրայելը պիտի ծներ։ Ով էր այդ արու զավակը, որ Իսրայելը պիտի ծներ։
Մեսիան Հիսուս հրյա ժողովուրդեն եկավ։ Այսօր թշպախտաբար Հայաստանի մեջ այնպիսի քրիստոնեության թեմ այնպիսի բայկար կա այսօր սիրելներ, շատ հզոր բայկար, անոր համար է որ ես ամեն ինչ շաբթի գործեմ խոսիլ մեր ժողովրդին, աղանդավորներու մասին խոսիմ եւ ցույց կտամ թե որքան բայկար կա, գսեն այս անաստվածները, որ քրիստոնեությունը ջհուդ մբերավ մեր աշխարհը, խոսքի Հիսուսի մասին անարգալից ծևով բանելով։ Հիսուս սիրելներ ջհուդ չէր։ Հիսուս հրյա ժողովրդի մեջ են պիտի ձներ մարմնաբես հետևյալ բարձ պատճառով, որովհետև բոլոր խոստումները Մեսիային կալուստին դրված էր որոնց հրյաներուն թե հեթանոսներուն, հրյաներուն դրված էր, բոլոր մարկաներենը, բոլորն Մեսիայի մասին խոսած էին, որ պիտի կար որպես բրգիչ, իսկ հեթանոսները հիշեցեք սիրելներ, որ բազմաթիվ աստվածներ կպաշտեին, եթե Հիսուս հեթանոս ազգևը ձներ և գրնար ձներ, չէ, եթե հեթանոս ազգևը ձներ և ասեր, որ ես աստված եմ, հեթանոսները զին կսպանեին, ոչ, ինչու, որ դե բազմաթիվ աստվածներ ունին, հետևաբար Հիսուսն ալ կհամարեին որպես ինչ, աստվածներ են, մեկը, և այսօր աշխարհը բարձրապես բազմաստվածյան կլար, բայց Հիսուս պետք էր ձներ հրյա ժողովրդի մեջ են, որպեսզի բոլոր մարգարեներուն դրված խոստումը իրագործվեր, եւ սակայն Հիսուս հրյա չէր։ Հիսուս Աստուծո որդի Աստված է, Հիսուս ազգություն չունի, Հիսուս սիրելներ բոլոր ազգերը ստեղծողն է, արարիչն է։ Շատ բարի, բայց հրյա ժողովրդին մեջ են սիրելներ ահավասիկ ձնավ Հիսուս առուզավակը այնինչ որ խոստացված էր Եսայի մարգարեի բերնով եւ սակայն վիշապները ինչպես խոսքիս սկիզբը ասի շատ վիշապներ ելան որբեսի վերացնեին այդ հրյա ժողովուրդը 5 դագարանի որբեսի չձներ Մեսիան եւ սակայն ցախողեցավ սիրելներ սատանան ցախողեցավ Մեսիան ձնավ սիրելի քույրեր եղբայրներ նաև այս գինը խորհրդանիշ է, կամ գինը նաև եկեղեցին է, որովհետև սկանչելի գերբով ես կուզեմ օրինակ Պետրոս Աղամալյան արքեպիսկոպոսի մեկ խոսքը հիշել գսե որ եկեղեցին աշխարհի վերջավորության Քրիստոսազոր զավակներ պիտի ծնի, Քրիստոսազոր կնշանակե Քրիստոսի հոգին ունեցող եւ հզոր զավակներ պիտի ծնի Եղբայրներ եւ քույրեր, սատանան որքանալ հարցակի, սատանան բարդված է։ Պետրոս արքեպիսկոպոսը գսե որ օր պիտի կա աշխարհի վերջավորության, որ ինչպես Ենովքը կամ երկու մարգարեները մեջտեղ պիտի կան Եղիան եւ Ենովքը թերևս, դարձյալ պիտի հայտնվին, Աստված հրյա ժողովրդին մեջ են, արու ռապիմը պիտի ծնի։ Ռապիմը պիտի ծնի, որ Պիտի քարոզե իր ժողովրդին, ինչ, Քրիստոսի մասին, որբեսի հրյա ժողովուրդը վերջին առիթ ունենա Քրիստոսի թարնալու, և թշպախտապար հրյա ժողովուրդը պիտի հալածե թարցյալ այդ ռապին, և պիտի ըսպաննեզինք և գամ երգինք պիտի հապշտակվի գսե Պետրոս արքեպիսկոպոսը։ Սիրելիներ, քաչալերվինք, որովհետև այստեղ առուզ զավակը Աստուծո բահբանությունը վայելեց երկրի վրա եւ ապա երկինք հապշտակվեցավ։ Նույնպես ալ մենք Աստուծո զավակներն ենք։ Մգրդության ավազանը, որ մենք ծնանք, հարսին եկեղեցվո հարսին արքանթն է, անգե որ ամենքս ծնանք։ Եվ մենք սիրելներ հետևաբար Աստուծո զավակներն ենք։ Դերը սիրելիներ մեզ պիտի բահե, որպես իր սեփական ժողովուրդը, դերը սիրելիներ մեզ պիտի առաջնորդե, դերը մեզ սիրելիներ երկինք պիտի հապշտակի, հաջորդ նախատասություն դեսեք, դերը սիրելիներ պիտի հապշտակի մեզ, այսինքն երկինք պիտի տանե ուր հավիտենապես պիտի ապրինք Աստուծո և անոր կահին թիմաց։
Աստուծո քահը սիրելներ բարձրակույն վայրն է։ Եվ մենք հոն պիտի ապրենք։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, այս երկրի մեջ որքան այսօր նեղություններ կրենք, նյութական, ընտանեկան, շրջապատի, ընկերային, մենք Աստուծո ներկայությամբ պիտի կանգնենք։ Այս է մեր զորությունը։ Երևակայեցեք, որ հին ժամանակ, երբ աշխարհը հեթանոս էր եւ Քրիստոսի մասին լսեց, եւ Քրիստոսի դարձավ, սիրելիներ, այդ հավատացյալները մեզի չափ Քրիստոսի մասին չէին սորված, Սուրբ Քրոջ սերտողությանց չէին մասնակցած, շատ քիչ բան գիտեին Հիսուսի մասին, բայց ամուր հավատք ունեին։ Ինչպես եղավ սիրելիներ, որ այդ հավատացյալները, առաջին հավատացյալները, որ շատ քիչ Քրիստոսի մասին իմացան, բայց իրենց հավատքը ամուր ժայռի պես հաստատվեցավ, որ մինչև իսկ առույցներու դիմաց նետվեցան եւ սակայն սիրելիներ անհողտողտ մնացին, անսասան մնացին իրենց հավատքի մեջ։ Իսկ այսօր դժբախտաբար հավատացյալ գոչվածներու մեջ մարդիկ կան, որոնք երբեմն աղոթելով երբ պատասխան չեն ստանալ իրենց հասկացողությամբ, գսեն վերջ, ես այլևս չեմ հավատար Աստուծո։ Ինչպես եղավ։ Մենք որ ոչ հալածված ենք այսօր, ոչ մեր գլխում վրա զենք դրված են, ոչ մեր գլուխները կդրված են, ինչպես եղավ որ մեր հավատքի մեջ դգար ենք, բայց այդ հավատացյալները, որ քիչ Հիսուսի մասին գիտեին, բայց ամուր գապվեցան Հիսուսի, ինչպես։ Եղբայրներ եւ քույրեր, ահա դոր համար է որ գսերդենք Սուրբ Գիրքը, որ ամբրանանք մեր հավատքի մեջ, արմատ նետենք, ժայռի պես ամուրը լանք, ամեն մեկ հովին դիմաց չդարուբերենք, ամեն մեկ Աստուծո խոսքը այսպես կոչված քարոզողներուն քովը երտալով չթափարինք, ցեզի համար ընտրեցեք մեկը որ ճշմարիտ ուղղափառ թավանություն կտա եւ անոր խոսքերուն հետևեցեք որ աճիկ, ոչ թե այսպես այնպես վերջնալ ամեն անգամ շփոթության մեջ ինակ, հոգևոր աճ պետք է ունենաք սիրելիներ, աղբյուրը մեկ է, Հիսուս Քրիստոսն է, երբ որ մարդիկ կսկսին իրենց անձնական աղբյուրներու մասին ցեզի խոսիլ եւ իրենց աղբյուրները ռամցնել, մի խմեք, մի բղդորեք ձեր հոգին, հաստատ մնացեք ձեր հավատքի մեջ, նույնիսկ եթե ամբողջ աշխարհը սասանի, ամուր մնացեք, ինչպես Հռոմայացիներու նամակի 8-րդ գլխու մեջ Սուրբ Պողոս Արաքյալ խոսելով Քրիստոսի սիրո մասին գտարնա եւ գսե, որովհետեւ համոզված եմ, որ ոչ մահը, ոչ կյանքը, ոչ հրեշտակները եւ ոչ ալ չար ոգիներու իշխանությունները, ոչ ներկան եւ ոչ գալիքը, ոչ ալ ովևէ զորություն, ոչ վերին եւ ոչ ալ ներքին աշխարհները, ոչ ալ ուրիշ ստեղծագործությունը գրնա մեզ բաժնել Աստուծո սերեն, որ մենք ջանցանք մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ինչպես կրնալալ սիրելներ, մեկը թողե իր հավատքը եւ ուրիշ հավատքի դառնա։ Ինչպես կրնալալ մեկը սիրելներ Քրիստոսի հետևողը իսլամ դառնալ, կամ հեթանոս դառնալ, կամ աղանդավոր դառնալ, ինչպես։ Ուր է ուրեմն հավատքի ամրությունը։ Սիրելիներ, Սատանան ամեն տեսակ փորձություն պիտի անե։ Սատանան պիտի անե, իր գործն է։ Մենք ամեն օր պիտի աղոթենք եւ մի դանիրս մեզի փորձություն դեր, այլ փրկյազ մեզի չարեն, այս չար բիղձեմ փրկե մեզ։ 6-րդ համարը այսօրվան վերջին համարը, գինը անաբատ փախավ, ուր իրեն համար դեղ պատրաստված էր Աստուծո կողմէ, որբեսի հոն գերագրվի 1260 օրեր։ Դարձյալ սիրելներ, եթե գինը առնենք որբես Աստվածամայր, հիշենք թե երբ Հերովդես թագավոր ուզեց սպանել մանուկը, Աստվածամայրը ուր փախավ, Աբրիկ Եգիպտոս փախավ, Աստուծո հովանիին դակ
եւ Հայրովսեփ զինք առաջնորդեց արաբ մանուկը եւ մայրիկ Աստվածածին եւ փախավ Եգիպտոս եւ այնտեղ մնացին մինչեւ որ Հերովդես մեծ թագավոր մեռավ եւ ետ վերադարձավ դեսեք գինը փախավ որովհետեւ վիշապը գուզեր գուլդար անոր երեխան իսկ եթե ուզենք սիրելներ պատկերավոր ցևով առնել այս պատկերին գնոջ պատկերին յետև առնել Աստուծո հին ժողովուրդը ապա հիշենք սիրելներ որ Մովսեսի ցերկով ինչպես Աստված Եբրայեցի ժողովուրդը ինչ հրավ Եգիպտոսեն ազատեց եւ զանոնք ուր դարավ անաբադ դարավ քանի տարի մնացին անաբադի մեջ 40 տարի հրյա ժողովուրդը անաբադի մեջ թափարեցավ եւ գիտեք ինչ եղավ 40 տարվա մեջ Աստված եւ ժողովուրդ անաբադին մեջ իրարու հաղորդակցեցան Աստված անաբադի մեջ անոնց խոսեցավ Աստված եւ իր ժողովուրդը մդերմացան անաբադին մեջ եւ Աստված սիրելիներ անաբադի մեջ տվավ իր օրենքը Աստված անաբադի մեջ գերագրեց զանոնք ինչով գերագրեց մանանայով եւ լորամարքիով հացով եւ միսով Աստված հոգած հрьяներուն անաբադային կյանքի տապարումներուն տածքին հрьяները հոգած եւ սիրելեր անոնց նույնիսկ գոշիկները չմաշեցան 40 տարի անաբադի մեջ այդ ժամանակ գոշիկները ինչ էին սիրելներ 40 տարի չմաշեցան դեսեք Աստուծո նախախնամությունը եւ նաեւ հիշենք սիրելներ ուրիշ օրինակ մը Եղիա մարգարեն սիրելներ հայտարարեց որ ինչ պիտի լա երկրի վրա սով 3.5 տարի սով պիտի լա եւ Աստված իրեն ասավ ելիր եւ քնա քերիտ հեղեղադը այնտեղ Աստված երբ որ ամբողջ քաղաքը սով էր ուդերի ճուր չգար Աստված քերիտ հեղեղադին մեջ ճուր տվավ Եղիա մարգարեին 3.5 տարի եւ ամեն օր արդու եւ քիշեր Աստված Եղիա մարգարեին ինչ խրգեց գիտեք հաց եւ միս ովքեր բերին կամ ով բերավ այդ հացի եւ միսը ակրավը Աստված ակրավ գրգեց ամեն օր ակրավ գրգեր ակրավը գուքար Եղիա մարգարեին հաց ու միս կբերեր արդու եւ իրգուն սիրելիներ Աստված հզոր է նույնպես երբ որ վերջը Եղիա մարգարեն սիրելներ Հեզապել թակուին գողմե հալածվեցավ Հեզապել թակուին երթու մրա որ պիտի ըսպաններ զայն հրեշտակ իրենսավ ելգեր որովհետև 40 օր պիտի քալես անաբադի մեջ եւ 40 օր սիրելներ անաբադի մեջ քալեց սիրելի քույրեր եղբայրներ անաբադը իսկապես որ Աստուծո հետ հաղորդակցության վայրն է անոր համար հին ժամանակներեն սկսյալ առաջին ճգնավորները ուր կացին անաբադ անոր համար այդ ճգնավորները նաև մեր հայրեն լեզվի մեջ գիտեք ինչ կգոչվին անաբադի հայրեր կամ անաբադականներ անաբադի հայրեր desert fathers անոնք սիրելիներ հայրեր են որ անաբադի մեջ ապրեցան ինչու որովհետև անաբադին մեջ Աստուծո հետ խոսեցան իմ հոգևոր հայրս Զարե Սրբազանը սիրելներ հետևյալը գսե Հին Իսրայելի Եգիպտոսե ելելե յետ անաբադ հին Իսրայելը Եգիպտոսե ելելե յետ անաբադ տարվեցավ որբեսի այնտեղ մնա այնքան ժամանակ որ պատրաստը լա խոստացված երկիր մտնելու անաբադի մեջ Աստված իր օրենքները դվավանոնց եւ զանոնք իբր ասկ գազմագերբեց նաեւ զանոնք պատրաստեց հետակա պատերազմներու Աստուծո նոր ժողովրդին համար նույն է բարական մգրդությամբ մարդիկ Աստուծո կգանչվին անոնք ապաշխարության անաբադը կմտնեն որբեսի այնտեղ պատրաստվին հոգևորապես եւ կարող լան հոգևոր պատերազմը մղելու անոր համար է որ նաեւ սիրելի քույրեր եղբայրներ եւ ցեզի դարվա ընթացքին մեկ երկու անգամ անաբադ կդանեմ վանքերը ինչու
որբեսի Աստուծո հետ հաղորդակցենք։ Եվ անոնք, որոնք եկած են գիտեն, անաբադին մեջ, ուր այլևս ոչ հերախոսդ գաշխատի, ոչ բջիջային գա, ոչ հարազատ գա, ոչ բարեկամ գա, ոչ քեզ խանգարող գա, միայն թուն եւ ով ես Աստված։ Անոր համար գքաչալերեմ սիրելներ, եկեք անաբադ։ Եկեք անաբադ երբ որ գերտանք, եւ այս տարիքանի մեր ապաշխարության աղոթները այնտեղ մտնենք, եկեք, որբեսի Աստուծո հետ ժամանակ ունենանք, փավե աշխարհին մեջ, աշխարհային ցայները խեղդեն մեզ, անաբադ երտանք, որբեսի Աստուծո ցայնը լսենք։ Եվ սիրելի քույրեր, եղբայրներ, նույնը պիտի բադահի աշխարհի վերջեն առաջ, երբ ները հագա Քրիստոսը հայտնվի։ Այդ ժամանակ սիրելներ օրեր պիտի կան, երբ ներին կործագիցները պիտի հարցագին մեր վրա։ Քրիստոնյաներուն վրա պիտի հարցագին։ Ինչ պիտի լա մեր վիճակը։ Ինչ պիտի լա։ Սիրելիներ, գիշեք, որ թվականին Երուսաղեմը կրավեցավ եւ դաջարը գործանեցավ։ 70 թվականին Հիսուսեն հետ, որովհետև Հիսուսը ասաց էր, որ այս դաջարը քարի վրա պիտի չմնա։ Եվ ամբողջ Երուսաղեմը քանդվեցավ եւ 100,000-ավոր հրյաներ սպանվեցան։ Քրիստոնյաներ մեռան այդ ժամանակ նահատակվեցան։ Ոչ։ Գիտեք ինչու։ Որովհետև Մատթեոսի ավետարանի մեջ Հիսուս երբ որ ասաց էր, երբ որ տեսնեք, որ այս բոլորը կգադարվին, մի վերադառնաք ձեր դուները, այլ փախեք։ Եվ եկեղեցու հայրերը կպատմեն, որ Երուսաղեմի այդ քանդման ժամանակ ոչ մեկ քրիստոնյա չնահատակվեցավ։ Սիրելիներ, ասիգա վկայություն է, որ աշխարհի վերջավորության երբ որ ները շատ ծանր հարցակումներն են, դերը պիտի բահե մեզ։ Այդ ժամանակ ով որ ապրի անշուշտ, պիտի բահե իր զավակները։ Պիտի բահե դեղը, որ չենք գիտեր։ Պիտի բահե անաբադի մեջ չենք գիտեր ուր է այդ անաբադը։ Ինչպես որ այստեղ գսե դարվեցավ գինը։ Պիտի դարվին այդ օրերը հավատացյալները։ Եվ եթե ասեք որ ինչ պիտի ուտենք, մի մտահոգվիկ։ Հոգացող ով պիտի լա։ Աստված։ Ինչպես որ հոգաց Եբրայեցի ժողովրդին, ինչպես որ հոգաց Եղիա մարգարեին, ինչպես որ հոգաց սուրբերուն, ինչպես որ գոհկա այսօր անաբադի մեջ ապրող ջկնավորներուն, այդպես ալ մեզի պիտի հոգա։ Սուրբ Պայսիոսի յանքեն պատմեմ սիրելներ ցեզի։ Սուրբ Պայսիոս երբ որ լերներուն վրա ջկնավորություն գներ, սուրբերը սիրելներ երեխայի պես Աստուծո կհավատան, երեխայի պես Աստուծո կվստահին, առանց մտքերի մեջ հարցմանշան, որ արդյոք ուզեմն է գուտա, եւ որ Սուրբ Պայսիոս ինքը պատմե, լերան վրա է եւ հիվանդ էր, գտարնա երկինքին գսե որ Աստված ջան, եթե ցուկ մունենայի սուպ կեպեի, աբուր կեպեի եւ գուդեի, թեր խոսքը չավարտած թրջումը իր դիմացը ցուկ կնեդե։ Լերան վրա ցուկ մը կնեդե։ Եվ Սուրբ Պայսիոսը չի զարմանար։ Գարնե ցուկը երկինքը պարսացնե գսե շնորհակալ եմ Աստված բաբա։ Որովհետեւ այդքան վստահություն ունին։ Այդքան վստահություն ունին։ Սիրելներ նույն Աստվածն է, որ գերագրեց գդակարանի մեջ, գերագրեց Եղիային, գերագրեց ջկնավորներուն սուրբերուն, գերագրե մինչև այսօր, գերագրե նաև մեզ։ Սիրելներ դուք կգարձեք, որ մենք երբ որ գերտանք աշխատենք, տրամ կվաստակենք, ադով հաց կառնենք, ուտելիք կառնենք, ուրեմն մենք մեր տրամով առած կլանք ադիկա։ Եթե Աստված չհայթայթի այդ բոլորը, մենք կրնանք սիրելներ ուտել այդ բոլորը։ Ոչ։ Եթե Աստված չորություն ղրգե, երաշտ ղրգե, եթե Աստված չորցնի աղբյուրները, արևը, ամեն ինչը, մարդ կրնա ունենալ։ Ոչ, ադորամար Աստված բարի է իր ամեն բարիքները եւ բարիներուն եւ չարերուն հավասարապես կուտա։ Բայց ցավը գիտեք ինչ է։ Ցավը այն է, որ մարդիկ շնորհակալություն չեն այտներ։ Եվ ցեզ մեզ շատեր ջաշ կուտեն առանց շնորհակալություն հայտնելու Աստծո։ Ցեզ մեզ շատեր։ Եվ ասիգա սիրելներ առանց ամճնալու ծեր երեսին գնայիմ, դուք ամճցեք իմ աչքերուց նայելու, դուք ամճցեք Աստծո աչքերու նայելու, առանց աղոթք ընելու
Առանց շնորհակալություն հայտնելու միջաշեք նույնիսկ գենթանիներ գուդեն եւ գնային երկինք շնորհակալություն գտնեն նույնիսկ թրջնիկները ճուր խմածադենին գաթիլ մգարնեն երկինք գնային շնորհակալություն գտնեն աղոթեցեք շնորհակալություն հայտնեցեք եւ վերջին ուրեմն նախատասությունը քանի օր սիրելներ այնտեղ մնաց 1260 օրեր 1260 օրերը սիրելներ գնեն քանի տարի 3.5 տարի նեղության օրերը քանի տարի պիտի լան 7 տարի առաջին 3.5 տարին սիրելներ մեծ նեղության պատրաստության տարիները պիտի լան այսինքն վերջին ապաշխարության ժամանակները ուր երկու մարգարեները պիտի հայտնվին եւ այդ ժամանակ է որ սիրելներ հավասիկ այս երեխայի մասին է որ խոսվի այսինքն եկեղեցին պիտի հայտարարե բոլոր աշխարհին դարձյալ Քրիստոսի մասին եւ երկրորդ 3.5 տարին պիտի ըլա սատանայի ահավոր հարցակումներու դարին աշխարհի վրա եւ Աստված մեզ փրկի այդ բոլորեն 7-ն Սուրբ Գիրքի մեջ խորհրդանիշ է ինչի գադարելության աբրիկ իսկ 7-ն մեկ հատ բագաս ըլան է թիվը ինչ է խորհրդանիշ է անգադարելության ադոր համար է սիրելներ որ ընդհանրապես սատանայի թիվը կներկայանա որպես ինչ 6 այսինքն անգադարելությունը եղավ բայց այստեղ երբ որ գսե այս նեղության օրերը գլան 1260 օրեր այսինքն 3.5 տարի գխորհրդանշեմ որ թեև սիրելներ չեն գիտեր երբ պիտի բադահի այս մեծ նեղության օրեր երբ պիտի բադահին սակայն անոնք պիտի լան ինչ գարջ ժամանակավոր եւ ոչ թե մնայունը սիրելներ մեր հավիտենական կյանքը պիտի լա ուրախությունը պիտի լա խաղաղությունը պիտի լա բայց մեր դարաբանք երկրի վրա ինչ պիտի լա ժամանակավոր ու գարջ եւ հետաքրքրական է եթե գարթակ մարգարեական քիրքերը օրինակ 5 դագարանի Դանիելի մարգարեությունը եւ հայտնություն Հովանու քիրքը դարբեր բացատրություններ կան այս 1260 օրերուն օրինակ Դանիելի մարգարեության մեջ նաև գա ուրիշ բացատրությունը ժամանակներ եւ գես ժամանակը որ կնշանակե 3.5 տարի կամ 2300 իրիգուն եւ արդու այս բացատրությունը կա կամ 42 ամիս կամ 3.5 տարի կամ 1260 օր կամ 1290 օր 1335 օր այս բոլորը սիրելներ խորհրդանիշներ են ըսելու համար որ նեղության օրերը գարջ պիտի լան ու ժամանակավոր ահա սիրելներ կտեսնենք որ Աստված գոհոքա անաբադի մեջ փախչող գնոց սնունդը Աստված նաև պիտի հոգա իրեն վստահողներուն սնունդը եւ ամեն ինչ ամեն ապրուստը մեզի կմնա սիրելներ որ մենք պատրաստ ըլանք որովհետեւ չենք գիտեր որ այդ դժվարին օրերը երբ պիտի կան չենք գիտեր գրնալալ որ այդ դժվարին օրերը հիմա գուցե սկսին եւ երբ որ գտեսնենք սիրելներ այս բոլոր նշանները գիտենք որ մոդիկ է ինչը Քրիստոսի կալուստը որովհետեւ տեսեք Հիսուս նշան մտավ Մատթեոսի ավետարանի 24-րդ գլխում մեջ ըսավ գգարտամ 24-րդ գլուխ Մատթեոս 32-ին 35 համարներ Թզենին ցեզի թող օրինակ ըլա Թզենի ծառը երբ դեսնեք որ անոր ջուղերը գգագուղնան եւ դերև գարցագեն գիտեք թե ամառը մոդ է Չեմը ծմերադեն ջուղերը ինչ կլան թզենին գգոդրին իսկ ամառը գգագուղնան չէ կնար գոդրել նույնպես ալ երբ բոլոր ըսածներս գադարվին գիտեք որ մարդու որդին կալուստը մոդ է եւ արդեն հասնելու վրա է վստահ եղեք որ այս սերունդը չանցած խոսքը այս մարդկությունն է ասոնք բոլորը պիտի բադահին նույնիսկ եթե երկինքն ու երգիրը անհետանան խոսքերս պիտի չանհետանան
Եվ գավարդեմ սիրելներ այսօրվան վերջին խոսքը 44-րդ համարով Մատթեոս 24-րդ գլխու այս բաժարով թուգալ պատրաստ եղեք, որովհետև մարդու որդին ծեր չագնգալած ժամուն գրնա կան։ Արթուն պատրաստ եղեք։ Ահավասիկ սիրելի քույրեր եղբայրներ ցեզի ներկայացուցի այս քաչալերական խոսքը մեզի կմնա որ Հիսուսի խոսքերուն ականջ տանք եւ մեր կյանքը սիրելներ Տիրոջ խոսքերուն համաձայն ապրենք։ Ամեն։ Խոնարհենք, աղոթք բարձրացնենք եւ Աբա սիրելիներ դեր ողորմիա երկենք։ Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Շնորհեմ եզի դեր այս գիշեր խաղաղությունդ երկնային եւ Սուրբ Խաչիդ ամենահաղթ զորությամբ մեզ հերու բահե տշնամին բادرակներեն։ Ով դեր զիս բրգող Աստվածը, օր ու գիշեր քեզի կաղաղագեմ, ընդունեիմ աղոթքս դեր, ագանջ դուր հեծանքիս, բահաբան մղրգեմ եզի դեր, որ բահբանեմ ես ամեն ժամ։ Քու Սուրբ Խաչիդ զորությունը ղրգեմ եզի, որ բահբանեմ ես ամեն ժամ։ Արժանի ըրեմ եզի դեր, որ այս երեգոն խաղաղությամբ եւ առանց փորձանքի անցնենք։ Շնորհ կրեմ եզի դեր այս գիշեր խաղաղության մեջ եւ մեղքեն հերու բահելով մեզ։ Ամեն։ Դեր ողորմիայի ժամանակսենք ազգիս հայոց պաշտպանություն։ Դեր ողորմիա դեր ողորմիա դեր ողորմիա դեր ողորմիա Ազգիս հայոց, ազգիս հայոց, պաշտպանություն, դեր ողորմիա, դեր խաչյան պարգիչ մեզ ողորմիա սրբոհիգույս Իշյադեր և ողորմիա
Հանուն Հոր եւ Որդվո եւ Ոգվույն Սրբո ամեն Հայր մեր որ հերգիս ես Սուրբ Եղիցի անուն քո եկես արկայություն քո Եղիցին գամ քո որպես հերգիս Սաց մեր հանաբազոր դուր մեզ այսօր Թող մեզ զվարդիս մեր որպես եղնենք Թող մերոց Եվ մի դանից մեզի փորձություն այլ կյայի չար Զիքոյե արկայություն և զորություն և պարկ հավիդյանը սավիդենից ամեն օրտնյալք եղերուքի շնորհացն սրբոքվույն երթայք խաղաղություն և դեր Իսուս Քրիստոս եղիցի ընձեզ ընդ ամենեսյանդ ամեն Աստուծո բահբանությամբ ամփորձանք ձեր դուներ հասնիք սիրել